Հայաստանի լիզինգատուների և Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիաները հուշագրի ստորագրման պաստարարում են կողմերի ուժերի համատեղման մասին։ Համագործակցության մշակույթին հավատարիմ մնալով, սա լիզինգատուների ասոցիացիայի հերթական համագործակցությունն է և դեռևս 1 տարի առաջ մենք ֆինանսիստների ասոցիացիայի հետ պայմանավորվել էինք, որ պետք է սկսենք անպայման ֆինանսական գրագիտության ուղղված գործընթաց, որը երկու ասոցիացիաների մի նպատակը դարձավ այսօրվա հուշագրի ստորագրմամբ։ Շատ կարևորվում է նաև բիզնես կառավարման մեջ հենց գրագիտության բարձրացման առումով կրթությունը ոչ միայն նոր սկսնակ մասնագետների, այլ նաև ֆինանսական կառավարման մասով որոշումներ կայացնողների։ Քանի որ եթե որոշումները կայացվում են արդեն գրագետ հիմքի վրա, ապա այդ կայացրած որոշումների արդյունավետությունը բնականաբար բարձրանում է։ Գրագետ ֆինանսական կառավարումը կազմակերպության հաջողության գրավականն է, կարծում են Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայում, իսկ լիզինգատուների ասոցիացիայում էլ հաստատում են լիզինգի շուկայի զարգացումը տնտեսության շարժիչ ուժն է։ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը ֆինանսական գրագիտության մարտահրավեր է նետում լիզինգի շուկայի մասնակիցներին։ Հուշագրում հենց նպատակը մի քանիսն է՝ փորձել փոխել պատկերացումը գործիքի վերաբերյալ ոչ միայն որպես զուտ ուղղակի որպես վարկային ներդրում, այլ նաև ֆինանսական գործիք, որը գրագիտություն է պահանջում, եւ եթե դու այստեղ մի շատ այսպիսի մարտահրավեր է գնալու լիզինգառու կառույցներին, եթե դու բավարար գիտելիք չունես, քեզ լիզինգը պետք չի։ Լիզինգը որպես այդպիսին կազմակերպության համար դա մի մասն է կազմում ֆինանսական գործիքների, ֆինանսական կառավարումը ցավոք սրտի այսօր շատ կազմակերպություններում հայաստանյան չի հենվում գրագետ ֆինանսական վերլուծությունների միջոցով ֆինանսական հոսքերի կառավարմանը, այլ կրում է իներցիոն բնույթ, որոշ դեպքերում ինտուիտիվ բնույթ է կրում։ Ինտուիտիվ կառավարումից գիտելիքահենի անցնելը գիտելիքի պաշարը թարմացնելու, շուկան պարբերաբար ուսումնասիրելու, գործիքներից գրագետ օգտվելու պատրաստակամություն է պահանջում, ինչ խնդիրներ ունի բիզնեսի ֆինանսական կառավարումը և որոնք են լիզինգի մրցակցային առավելությունները։ Այս և այլ հարցեր պանելային քննարկումների շրջանակում վեր են հանվել, քննարկվել, ըստ այդմ ասոցիացիաները կմշակեն համագործակցության առավելագույնս արդյունավետ ճանապարհային քարտեզ, առավել գրագետ, մրցունակ ու կայացած բիզնես համայնք ունենալու համար։